Ռոբերտ Քոչարյանը թե իր փորձառությամբ, թե իր արդեն անցած ճանապարհով եւ թե իր գործունեությամբ դրան գումարած հայ հեղափոխական դաշնակցության պատմական ամբողջ ընթացքը եւ համագործակցության ընթացքում ձեռք բերված բազմաթիվ դրական կողմերը թույլ են տալիս ասելու, որ այո, փորձառությունը, փորձը, վճռականությունը մեր դաշինքը ունի։ Իդեմս նաև դաշինքի առաջնորդի։ Դիսկոմֆորտ կա, եթե քվեարկեք, օրինակ Արման Թատրոնի օգտին, օրինակ։ Տեսեք, ես քիչ առաջ ասեցի, չէ՞, ինչն է սկզբունքը։ Առաջատար ընդդիմադիր ուժը ստանալու է մեր աջակցությունը։ Ստանալու է, որևէ խնդիր չկա եւ նախագահ Քոչարյանը դա էլ է ասել։ Ասել է, եթե մենք եղանք առաջատարը, ակնհայտ է, որ իմ թեկնածությունն է լինելու։ Եթե այլ ուժ եղավ ընդդիմադիր դաշտում, իհարկե մենք պետք է աջակցենք։ Ինչ կլինի իրավիճակը այդ ժամանակ, կախված է նաև մեր մյուս գործընկերների վարկագծից։ Այնուամենայնիվ մեր նպատակը ընդդիմադիր դաշտում այս փոքր-մոքր կծմծոցները եւ իշխանության կողմից հրահրվող վարկագիծը, ներառյալ լրատվամիջոցների կողմից, իշխանական, այս կծմծոցները ընդամենը մի բանի մասին են խոսում, որ ընդդիմադիր դաշտը, իդեմս առաջատարների եւ մյուս ընդդիմադիր ուժերի շատ ուժեղ են։ Դրա համար էլ իշխանությունը մտահոգված է։ Միասին կարող եք, մի խոսքով, միասին կարող եք։ Միասին կարող ենք մեր ժողովրդի հետ միասին։ Միասինը առաջին հերթին վերաբերում է մեր ժողովրդին։ Մեր ժողովուրդը իր միասնականությամբ կարող է անել։ Գրողի ծոցն ուղարկել բոլոր ծանր դժվար ժամանակները, երկրում հաստատել արժանապատվության, արդարության, անվտանգության լիարժեք իրավիճակ։